Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռացումը իշխանական շրջանակներում բավականին լարված իրավիճակ է ստեղծել։ Գրիգորյանը պաշտոնից հեռացել է վիրավորված եւ նեղացած։ Փաշինյանը փորձել է համոզել Արմեն Գրիգորյանին չհեռանալ եւ առաջարկել է նրան շարունակել աշխատանքը որպես իր գլխավոր խորհրդական, սակայն Գրիգորյանը կտրականապես մերժել է առաջարկը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Նիկոլ Փաշինյանն ու թիմը ակտիվ նախապատրաստվում են աշնանը կայանալիք թիմ ընտրություններին։ Հատկապես պատվի հարց են դարձրել Ստեփանավանում հաղթանակ տանելը, քանի որ խորհրդարանական ընտրություններում Սամվել Կարապետյանի թիմն այս համայնքում ջախջախիչ պարտության է մատնել իշխանություններին։ Իշխանություններն արդեն մի քանի սցենար են գծել, հուսալով, որ դրանցից մեկը կարդարացնի իրեն։ Ստեփանավանը խոշորացնում է, նրան են միացնում Գուլագարակ եւ Լոռի Բերդ համայնքները։ 3 խոշոր համայնքների ղեկավարները կանչվել են կառավարություն եւ նրանց հետ քննարկել են ընտրական պլանը։ Ըստ այդմ 3-ն էլ պետք է առաջադրվեն։ Հաշվարկը թերևս այն է, որ բոլոր համայնքներից հնարավոր շատ ձայներ կորզեն։ Նրանց ասվել է, որ թեկնածուն ամենաշատ ձայները ստանա, նա էլ կդառնա իշխանության ֆավորիտը եւ մյուսների աջակցության միջոցով կդառնա համայնքապետ։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է ուժեղ Հայաստան խմբակցությունում կրքերը հատկապես թեժացել են 3 ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո, որի կենտրոնում հայտնվել էր խմբակցության падգամավոր Էդգար Ղազարյանը։ Թերթի տեղեկություններով ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը խիստ զրույց է ունեցել Էդգար Ղազարյանի եւ խմբակցության մյուս ներկայացուցիչների հետ։ Կարապետյանը հորդորել է պահպանել խորհրդարանում սահմանված կանոնները եւ չգնալ այնպիսի գործողությունների, որոնք կարող են նոր լարվածության առիթ դառնալ։ Սակայն դրանով պատմությունը չի ավարտվել։ Որոշ ժամանակ անց Էդգար Ղազարյանը առանց խմբակցության անդամներին տեղեկացնելու վերցրել է իր պայուսակն ու լքել ազգային ժողովի շենքը։ Այս պահին Ղազարյանի հետ կապված վերջնական որոշում դեռ չկա։ Թերթի տեղեկություններով այսօր խմբակցությունը պետք է հավաքվի ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Խմբակցության ներսում կարծիքները տարբեր են։ Մի մասը կարծում է, որ Ղազարյանը պետք է ներողություն խնդրի տեղի ունեցածի համար եւ պահպանի իր դիրքերը խմբակցության կազմում, մյուսները առավել կոշտ դիրքորոշում ունեն եւ կարծում են, որ падգամավորն արդեն պետք է վայր դնի մանդատը, քանի որ նրա շուրջ վերջին շրջանում պարբերաբար առաջանում են լարվածություն։ Միաժամանակ ուժեղ Հայաստան խմբակցության օրակարգում այլ կարևոր հարցեր էլ կան։ Շարունակվում են քննարկումները ազգային ժողովի 2 մշտական հանձնաժողովների, եվրոպական ինտեգրման հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների շուրջ։ Տարբեր փուլերում շրջանառվում են մի քանի անուններ, այդ թվում Արեգա Հովսեփյանի, Դավիթ Ղազինյանի եւ Մամիկոն Ասլանյանի, սակայն այս պահին վերջնական որոշում դեռ չկա։ Թերթի տեղեկություններով քաղաքացիական պայմանագիրն այս պահի դրությամբ մտադիր է չընտրել ուժեղ Հայաստանի կողմից ֆինանսաբանկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Հայկ Վարմանյանին։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանի փոքր որդին Զարեհը օրեր առաջ ավարտել է զինվորական ծառայությունը եւ վերադարձել տուն։ Թերթի տեղեկություններով Ղազարյաններն այդ կապակցությամբ մեծ խնջույք են կազմակերպել Իջևանում, որին ներկայ է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Խնջույքը տեղի է ունեցել Իջևանի ռեստորաններից մեկում։ Գրում է թերթը։